Բարև հայր ջան, վերջին շրջանում լռությունս պատահական չէր, ովքեր տեղյակ են գիտեն ինչի մասին եմ խոսում։ Անձնական ծանր կորուստից հետո ուղղակի հոգեպես պատրաստ չէի հանրային ակտիվության ու եթե անկեղծ ասեմ, այդ ցավը լիովին չի էլ անցել նաև հիմա, բայց կան պարտավորություններ, որոնք չեն սպասում երկրի ժողովրդի ու այն ճանապարհի առաջ, որը ես ընտրել եմ։ Ու այդ պատճառով ոնց որ ասում են ես նորից վերադառնում եմ խոսքը շարունակելու, գործը առաջ տանելու ու այն ամենը հասցնելու, ինչը դեռ կիսատ է մնացել։ Դեռ Խոջալույի ցեղասպանություն կոչված կեղծ թեզի դեմ պայքար ունենք իրականացնելու, ընտրությունների հետ կապված շատ ասելիք ու անելիք կա, մի խոսքով անելիքի պակաս չունենք, բայց այսօր կսկսենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից։ Վերանորոգման աշխատանքները արդեն ավարտված են։ Մինչև ձեզ ցույց տալը, թե ինչ տեսք ունի հուշահամալիրն այսօր, ես ուզում եմ շատ ու շատ անտեղյակ մարդկանց հիշեցնել ու տեղեկացնել, որ եթե այսօր ամբողջ հայազգը ունի հնարավորություն հայոց ցեղասպանության հիշատակի օրով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու, դա միայն ու միայն Լույսի բանակի ու մեր աջակիցների շնորհիվ է։ Սա յուրաքանչյուր հայ պետք է հստակ գիտակցի ու իմանա։ Ամենասկզբից, երբ մենք տեսանք այս հուշահամալիրի վիճակը ու կարծում եմ դուք եք հիշում ինչ փնթի ու ցեղասպանության հուշահամալիրի հանդեպ անարգանքով մոտեցմամբ էր ամեն ինչ իրականացվում, ժանգոտ ինչ-որ մետաղաձող էր, չհասկվող վիճակ, քանդած ու ոնց որ աչքի տենց էլ հայ մարդու սրտի համար տհաճ տեսարան եւ այլն։ Բնականաբար այդ ամենի կողքով անտարբեր անցնել կամ ձևական ակցիաներ անցկացնել մենք չէինք կարա ու հենց առաջին իսկ վարքյանից մենք անցանք արդյունավետ գործունեության։ Նախ այս ամեն ինչը հասկանալու ու պարզելու համար մենք միանգամից քաղաքապետարանից ու ԿԳՄՍ-ից պահանջեցինք այս աշխատանքների նախագիծը, դրա համար նախատեսված աշխատանքների ժամկետները ու մնացած ամեն ինչ, ինչը որ կապված էր այս վանդալիզմ հիշեցնող վերանորոգման հետ։ Այսօր 2025 թվականի օգոստոսի 29-ը։ Ու ոնց որ խոստացել էինք, հիմա հենա գնում ենք դեպի քաղաքապետարան, որպեսզի հանձնենք գրավոր պահանջները ձեր լիազորությամբ Լույսի բանակի անունից։ Ձեր ասելով նկատի ունենամ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին ու Սփյուռքում ապրող մեր այն հայերին, ովքեր մտահոգ ու անհանգիստ են Ծիծեռնակաբերդում հայոց ցեղասպանության հուշահամալիրի այս կիսաքանդ վիճակով։ Սա հերթական բանը չի էլի, գնանք Ծիծեռնակաբերդ վիդեո անենք նրա համար, որ մենք էլ ենք վիդեո անում։ Սա իրականում քայլ է, սա իրականում պահանջ է ու այո բոլորիս սա հուզում է ու պատասխանները պետքա ստանանք։ Հայր ջան, քաղաքապետարան տվեցինք թուղթը ու քաղաքապետարանից եկանք այս մեր գեղեցիկ շինությունը։ Կեցե Գարեգին Նժդեհը։ Մենք հիմա ԿԳՄՍ նախարարության դեմն ենք։ Դրանից հետո կային բազում հիմնավոր կասկածներ, որ հուշահամալիրը ոչ թե վերանորոգում են, այլ ապամոնտաժում։ Այդ կասկածներն ունեին հայ մարդկանց գրեթե 90%-ը։ Այդ պահին ու մինչև այդ ԿԳՄՍ կոչվածից պատասխաններ ստանալը մնում էր մենակ շտաբ դադարեցնել այդ վերանորոգում կոչվածը, որ գոնե հասկանանք եղածը ոնց կարելի է ուղղել։ Տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ, դեմքեր գալիս նկարվում ու գնում էին, բայց ոչ մեկ ոչ մի արդյունք չգրանցեց։ Մենակ տարբեր հարցազրույցներում խոսում էին այս թեմայով կամ էլ սելֆի վիդեոներով դժգոհում ու դրանով բավարարվում էին, չնայած որ իրանք էլ էին հասկանում, որ աշխատանքները պետք է դադարեցնել։ Այսօր եկել արդեն Ծիծեռնակաբերդը, ավերում են։ Եթե դեմը չառնանք, հաջորդաբար քանդելու են նույն ձևով այս աշխատանքները։ Ես վերանորոգման աշխատանք չեմ կարող ուղղակի դա անվանել, քանդման եւ ավերման աշխատանքները այս պահին պետք է դադարեցվի։ Սա Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխող քաղաքացիական պայմանագրի 7-ամյա գործունեության խորհրդանիշն է։ Փաշինյանը եւ նրա կուսակցությունը ընդհանրապես չունեն որևէ գաղափարախոսություն եւ մեղավորը ոչ այնքան նրանք են, որքան մենք, դուք, որ ընտրում եք նրանց եւ հավատում եք նրանց։ Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը չկարողանալով զսպել հուզմունքը պահանջում է դադարեցնել նորոգման աշխատանքները։ Պետք է կանգնացնել, դադարեցնել շինարարությունը։ Այս պահին Հայ Հայաստան խմբակցության անդամներով գտնվում ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ։ Ըստ ինձ, այս շինարարությունը ձգելու է միտումնավոր, որպեսզի եկող տարի ապրիլի 24-ին ասեն հուշահամալիրը փակ է, որպեսզի մարդիկ չբացանան հուշահամալիր։ Այսինքն մեր ժողովրդին, հայերիս կամաց սովորեցնելու են այս հուշահամալիրի բացակայությանը, այսինքն որ եկող տարի չգնան, նրանց հետո հարց դրվի քանդվելու, եթե իհարկե այս մի տարվա մեջ չքանդվի։ Աստված շանի, որ հանկարծ չգիտեմ, մի քանի ամիս հետո ասեն դժբախտ դեպք հայ պատահել, շինարարության ընթացքում կառույցը փլուզվել է, ու տենց հողեն փլուզված, ու տենց այս կառույցը վերացնեն։ Նրանք նաև տանելու են նրան, որ եկող տարի
ապրիլի 24-ին այս հուշահամալիրը պատրաստ չլինի եւ համայն հայությունը, որ գալիս բարձրանում էր այստեղ հարգանքի տուրքեր մատուցում, այնպես են անելու, որ այս հուշահամալիրը պատրաստ չլինի։ Էլի տարբեր ուժերի վիդեոներ կան, բայց չեմ ուզում դրա վրա ժամանակ ծախսենք։ Մենակ կարձանագրեմ մի փաստ, որ իրանցից ոչ մեկ ու ոչ մի արդյունքի չհասավ։ Փաստը այնա, որ շինարարական կազմակերպության տնօրենը ոչ թե իրանց, այլ մենակ ինձ ասեց. Կին հրապարակը ձեր համար բաց է, հակում բան չեմ անել։ Որ սիրուն ակուրատ լինի, խառաչոներն են կապելու ու մի հատ քարիչը տրուբեկը, բայց նորը իդեալական կապի դու կտենաս։ Շին հրապարակները ազատ անելու ձեր համար։ Գետինը ծակած վնասած։ Իդեալական դզվելու է կարս, քարի հետ մի հատ չեմ կպտելու, միջև մենք իրար չխոսանք։ Շատ շնորհակալ եմ ստեցծուց։ Ձեր կողքն եք ապրեն, չի մենք սխալ։ Մենք շինարարություն ենք անում, ցավը տանը։ Մերը շինարարություն է։ Տնօրենի եղբայրներ փոխտնօրենը, ով խոստացավ այլևս գործ չանի ստեղ, մինչև քաղաքապետարանից ու ԿԳՄՍ-ից մեր հարցադրված պատասխանները չստանանք։ Պարոն Արայեն, այսպես ասած վերանորոգման աշխատանքների տակ դուք այլ ենթատեքստեր տեսնում եք, գուցե փոխկապակցություն կա խաղաղության պայմանագրի հետ, ինչ եք կարծում։ Ես ձեզ մի բան ասեմ, էլի, պատվիրատուն ԿԳՄՍ նախարարությունն է, ճիշտ է, որի նախարարը, դա ես չեմ ասում, վիդեոն էլ կա, ասում եմ 1.5 միլիոն զոհը սրբություն համարելը դա նորմալ վիճակ չի։ Երբ որ դու ասում ես, որ սա սրբություն է, մեր առաքելական եկեղեցին սրբություն է, մեր 1.5 միլիոն զոհերը սրբություն են, սրբություն է Տիգրան Մեծը, ընդհանրապես վախենում ես քայլել փողոցով, որտեղ ինչին կպնես սրբություն է լինելու, սա նորմալ վիճակ չի։ Մեր 1.5 միլիոն զոհերը սրբություն են, սա նորմալ վիճակ չի։ Ու այդ նույն նախարարը դրուկ որոշեց, որ էսի մեր համար կարևոր օբյեկտ է, պետքա վերանորոգվի։ Հարց եմ տալի, ոնց ձեզ տենց հանդիսատեսին, ոնց որ հայը հայերին հիմք ունենք կասկածելու։ Զուտ են, որ մարդկային հիմք ունենք։ Ժաննային նախարար նշանակած երկրի գերագույն գլխավոր շարով դրած բանը վարչապետը, ասում է, մի հատ պետք է ճշտենք այդ ոնց եղավ այդ ցեղասպանությունը։ Կասկածը ավելի հիմնավոր դառնում է, թե չէ, դառնում է։ Մասնագետները ասում են, սենց պետքա չլինի, նայում ենք այտենց է, ավելի է խորանում կասկածը, խորանում է։ Ներողություն ես եմ խնդրում։ Իսկ երբ որ այդ ամեն ինչից հետո էլ արդեն տերմինաբանությամբ հաստատված, նայում ես, հասկանում ես, որ սենց չի։ Նայում ես հնդիկը աշխատում, երեք ես այդ հնդիկին ասում եմ, ապեր տեղյակ ես այս ինչ շինություն, ասում եմ, չէ, ասում ենք հանդիկ հանդում եմ։ Իրական խնդրեմ աշխատողն է։ Ապեր ոնց ես։ Լավ ես։ Լավ ես։ Այս ինչ հուշահամալիր է, գիտես։ Այս ինչի համար է։ Ինչ կառույց է այսը, գիտես։ What building? What building, do you know? Beta clown. Do you know Beta clown? Դու գաղափար չունես ինչ շենք է այսի, ինչ Պարզա։ Գործ մի արեք հələ, գիտես չէ որ պետք է գործ չանեք։ Չգիտես։ Էսա քեզ կասեմ։ Երբ որ դու ասում ես, որ սա սրբություն է, մեր առաքելական եկեղեցին սրբություն է, մեր 1.5 միլիոն զոհերը սրբություն են, սրբություն է Տիգրան Մեծը, ընդհանրապես վախենում ես քայլել փողոցով, որտեղ ինչին կպնես սրբություն է լինելու։ Այո, Ժաննա Անդրեասյան, այո, այս երկիրը սուրբ է, այս երկիրը ավետյաց երկիր է, ու այս ժողովուրդը Աստծո ընտրյալ է։ Իմացիր շատ լավ, Ժաննա։ Այո, Տիգրան Մեծն էլ է սրբություն մեր համար, Գարեգին Նժդեհն էլ է սրբություն մեր համար, բոլորիս համար, ու իրական հայերն էլ են սրբություն, ու սա էլ է մեր սրբատեղի։ Կարճ ասած, այդ ընթացքում կարևոր էր հասնել աշխատանքների դադարեցմանը, մենք հասանք։ Լույսի բանակը եղավ միակ ուժը, ով գրանցեց արդյունք։ Շատերը անգամ փորձ չարեցին արդյունք գրանցելու։ Իրանց համար հերիք էր, որ Ծիծեռնակաբերդի մոտից վիդեո ունեն ու այդ իրանց համար բավարար էր։ Կարևորը քաղաքական դիվիդենտներն էին, իբր տեսեք, մենք էլ կանք ստեղ։ Էլ չեմ ասում նրանց մասին, ովքեր անգամ հուշահամալիր չէին այցելում, այլ մենակ իրենց գրասենյակներից կամ տարբեր հաղորդումների տաղավարներից արտահայտվում էին, թե տեսեք ինչ վատն է իրականությունը, այ որ մեզ ընտրեք լավ կլինի։ Այսինքն անգամ այս հարցում, որ վտանգված էր համայն հայության սրբության սրբոցը, կային որոշները, ովքեր դրանից օգտվելով իրենց քաղաքական դիվիդենտներն էին հավաքում։ Ու հիմա ես կասեմ մի փաստ, որը ոչ մի քաղաքական ուժի դուր չի գա, բայց ոնց որ ասում են, փաստը մնում է փաստ։ Միակ ուժը, որը գնաց ոչ թե դիվիդենտների հետևից, այլ արդյունք գրանցելու, այդ Լույսի բանակն էր։ Եթե կա մեկը, ով կարա փաստով դա հերքի, խնդրեմ հերքեք։ Ասեք օրինակ, որ չէ, այդ Լույսի բանակը չէր, այդ էսինչ քաղաքական ուժն էր։
Կարակ չեք կարա։ Որովհետև աշխատանքները դադարեցվել են միայն ու միայն Լույսի բանակի ակցիայով ու պահանջով։ Բանվոր հնդիկները փոխարինվել են հայ աշխատողներով ու աշխատանքները փնթի կարգավիճակից վերափոխվել են մաքուր աշխատանքների, կրկնում եմ, միայն Լույսի բանակի միջամտությամբ։ Ասեմ ավելին, եթե չլներ Լույսի բանակը, այսօր չէր լինի նաև հայոց ցեղասպանության հուշահամալիրը, քանի որ նախագիծը, որը մեզ ներկայացրել էին ԿԳՄՍ-ից, հենց այդ էր ապացուցում, որ ամբողջությամբ հուշահամալիրը պետք է հավասարեցվեր հողին, բայց մեր միջամտությամբ աշխատանքները կանգ առան մենակ այդ 3 մույթերի վրա ու դրանք հետ վերականգնվեցին, որ այս ապրիլի 24-ին դուք բոլորդ կարողանաք այցելել Ծիծեռնակաբերդ։ Այս մի քիչ հետո արդյունքը ցույց կտամ, դուք էլ կտեսնեք։ Իսկ ընթացքում անգամ փորձում էին կասկածի տակ դնել մեր պայքարի արդյունքներն ու անձամբ իմ խոսքի արժեքը։ Հիմա սա գրում եմ, որ 12 օր առաջ են եղել Ծիծեռնակաբերդում եւ որ դուք ինչ որ նկարագրում եք, դա չի անպատասխանում իրականությանը։ Շնորհակալություն ձեզ, պարոն Հակոբյան, հարցս բարձրաձայնելու համար 12 օր առաջ ես եղա Ծիծեռնակաբերդում, բայց Կարենի պատասխանը չի անպատասխանում իրականությանը, սենց են գրել։ Այսինքն որ դու ասում եք սալապատիկներն է մնացել, հիմնական աշխատանքներն ալված են, ասում են դե ուրիշի։ Ես ասում եմ ու դա տենց էլ կա։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ հուշահամալիրի մոտ այդ նկարվող ուժերն ու հասարակական դեմքերը գոնե մի անգամ Լույսի բանակի անունը չտվեցին, գոնե մի անգամ չասեցին շնորհակալություն կամ գոնե մեր կողքին չկանգնեցին։ Տեսան, որ ի տարբերություն իրանց մեր մոտ ստացվեց արդյունք գրանցվել, նեղացածի պես գնացին սկսեցին մենակ on-line վիդեոներով կամ գրառումներով անդրադառնալ հուշահամալիրի թեմային։ Այդ թե իրանց այդ պահվածքը ինչի մասին է ասում, դատեք ինքներդ։ Ես ստիպված եմ այս ամեն ինչը հենց այս ձևով ներկայացնել ու շեշտել մեր դերակատարումը այս հարցում, քանի որ որոշները սկսել են արդեն այս ամեն ինչը վերագրել իրանք իրանց։ Ունես տպավորությունը, որ այս հարցում Լույսի բանակ ընդհանրապես չկա, իրանք են որ կան։ Դրա համար ես խոսում եմ փաստերով, որ նմանները համ իրանց տեղը իմանան, համ դուք ճանաչեք ով ով է, համ էլ մենք մեր պայքարում մենակ չենք եղել ու մեզ միացած յուրաքանչյուր հայ արժանի է առնվազն բանավոր շնորհակալության։ Ես հատուկ հենց մեր ակցիայի օրը մեր հետ հավաքված մարդկանց խնդրեցի լուսանկարվել, որ այսօր բոլորը տեսնեն Ծիծեռնակաբերդի փրկության համար պայքարած մարդկանց, ովքեր ես վստահ եմ ժամանակի ընթացքում կմտնեն պատմության դասագրքերի մեջ ու կհիշվեն որպես սակավաթիվ, բայց իրական պայքարող հայեր։ Ու խնդրում եմ ուշադիր նայել այս լուսանկարի մարդկանց։ Ես չգիտեմ մնացածդ ուր էիք ու ինչի մեջ չմիացաք, բայց այս են մարդիկ են, ովքեր հավատացին միասնական պայքարի ուժին ու հերթական անգամ համոզվեցին, որ միասնական պայքարը տալիս է արդյունք։ Այս լուսանկարում բոլոր ակցիայի մասնակիցները չեն, քանի որ կադրից դուրս մնացած էլի մարդիկ կան։ Բայց ուզում եմ այս բոլորին, թե լուսանկարում երևացողներին, թե կադրից դուրս մնացածներին ի սրտե ասել մեծ շնորհակալություն։ Դուք եք հենց այն հայերը, ում շնորհիվ այսօր փրկվեց հայոց ցեղասպանության հուշահամալիրը։ Հիշեք այս մեր կողքի կանգնած մարդկանց, իրանք արժանի են հարգանքի, ու հենց այս մարդկանց հետ մենք տևական ժամանակ տարանք ոչ միայն մեր պայքարը, այլև ընթացիկ վերահսկողական աշխատանքներն ու պատասխանատու հետևողականությամբ հասանք նրան, ինչը քիչ հետո ձեզ ցույց կտամ։ Այսօր 2026 թվականի ապրիլի 18-ն է, ու ոնց որ բազմիցս խոստացել էի
ու ապրիլի 24-ին այս մի տեսանյութի մեջ արդեն երկրորդ անգամ եմ խոստանում բոլորիդ։ Բոլորս միասին գալու ենք նորմալ, վերանորոգված, առանց խոչընդոտների, առանց այս շինարարական սարքավորումների։ Մի խոսքով ոնց գիտեիք այս հուշահամալիրը, այդտենց բոլորս գալու ենք, մեր հարգանքի տուրքը մատուցենք ու գնանք։ Դեռ շատ մարդիկ էլ, այդ թվում նաև մեր կողմից հարգված Համլետ Ղուշյանը զարմացած էին իմ այդ աստիճան վստահ խոսալու վրա։ Շատ վստահ, ասեցի, որ ինչպես եւ խոստացել ենք, ապրիլի 24-ին մենք բոլորս բարձրանալու ենք Ծիծեռնակաբերդ եւ այնտեղ բոլոր տեսակի շինարարական աշխատանքները ավարտված են լինելու եւ դա իրոք այդպես է լինելու։ Այո, շուտով աշխատանքները Վստահ եմ եղել, որովհետև ոչ մի վարքյան չեմ կասկածել միասնական պայքարի ուժի ու դրա արդյունքների վրա։ Ու հիմա եկեք արդեն միասին նայենք վերջնական արդյունքն ու միասին էլ հասկանանք մեր հետագա անելիքները։ Հայր ջան, իմ մեջքի հետևում տեսնում եք արդյունքը։ Ես չգիտեմ ով ինչքանով գող կլինի ու ոնց ես մոտիկից նայելով ահագին տարբերություններ կողքի մույթերի հետ ինքս գտա ու չգիտեմ դա արդեն շինարարական կամպանիան կհայտարարի կասի կամ միգուցե դեռ մինչև վերջ ավարտված չի։ Բայց այն որ ամսի 24-ին խոստումս ուժի մեջ մնաց, որ բոլորդ կարող եք այցելել հուշահամալիր առանց շինարարական սարքավորումների, այդ տրուբաների եւ այլն, Լույսի բանակը մնաց իր խոսքին տեր։ Ես ուզում եմ նաև համեմատական տանել այս նույն տեղից մի քանի տարի առաջ երբ ուղերձ էի անում, նույն քարերն էին ու նույն տեսքներ, նույն ռակուրսներ, ինքներդ կարաք նայեք ու համեմատեք մոտիկից նայելով այդ սալիկների արանքում դեռ կան արանքներ մնացած, որոնք եթե այս ամբողջը արվել էր ջրամեկուսացման համար, ապա կարծում եմ այդ անցքերը պետքա փակվի։ Ես կկապվեմ, կճշտեմ, ձեզ կտեղեկացնեմ։ Հայր ջան, ես ուզում եմ որպեսզի մոտիկից տեսնեք, որովհետև այցելելու եք, ձեր աչքով տենաք ու միգուցե անհանգստություն մեջները տնի, որ ես կխնդրեմ մոտիկից ցուցադրվի, որպեսզի տեսնեք։ Նայեք, այս սալիկների արանքում այսպես բաց թողնված տեղեր կան, բոլորդ գիտեք, ողջ այս վերանորոգման աշխատանքը սկսվել էր ջրամեկուսացման համար ու յուրաքանչյուր adekvat անպայման չի հենց շինարարությունից հասկացող մարդ այս ամեն ինչը տեսնելով վստահաբար առաջ երթին այդ կմտածի, բա ուր է ջրամեկուսացումը եւ այլն։ Ես քիչ առաջ լրիվ պատահաբար հանդիպեցի տեղում էր շինարարական կամպանիայի տնօրենը, ով ասաց, որ վերջնական այդ կոսմետիկ ամեն ինչը դեռ արվելու է։ Այսինքն ոնց գիտենք, որ ճիշտը պետքա լինի այդ արծիչով թե ինչով չգիտեմ, եթե նայեք այս նոր սալիկներն են, մոտիկից որ նայեք, էլի կտեսնեք այդ սալիկների արանքում բաց թողնված տեղերը, որոնք ամբողջությամբ լցված չեն, ու այս արդեն հին կառույցն է, որ նայեք մոտիկից, այս բաները երևում է, այս լցված են արանքները, որպեսզի ջուրը չանցնի ներս։ Նույնը լինելու է նաև այս նորերի հետ։ Հենց որ հայր ջան, եթե այցելեք ու տեսնեք, որ ստեղ այդ անցքերը բաց են, մնացել է մենակ դա։ Դա էլ մոտորերս կամ միգուցե ապրիլի 24-ից հետո կարծում դրանից առաջ էլ կարվի։ Կլցվի ու ամեն ինչ արդեն կստանա իր ճիշտ նույն ձևը։ Ես ուզում եմ, որպեսզի սա օրինակ ծառայի յուրաքանչյուր քաղաքական ուժի ու հասարակական դեմքի, ովքեր փորձում են որևէ մի խնդրի շուրջ խոսալ ու բարձրաձայնել, ոչ թե ուղակի բարձրաձայնեք, ոչ թե ուղակի նկարվեք, ոչ թե ուղակի հայտարարեք, քննադատեք կամ հերվից որևէ կարծիք հայտնեք, այլ միշտ ես առաջարկում եմ նույնիսկ միասին բոլորս աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի գրանցենք արդյունք։ Եթե մենք էլ առաջնորդվենք այն սկզբունքով, որ բավարար էր միայն ստեղ նկարվելը,
ապա այսօր այս արդյունքը չէինք ունենա։ Ես ուզում եմ, որպեսզի յուրաքանչյուրը հասկանա, որ միայն խոսալով ոչ մի բան չի լուծվում, գործելա պետք ու հստակ ու արդյունավետ։ Դրա համար մեկս մեկին պետք է լրացնենք։ Սիրելի քաղաքական ուժեր ու հասարակական դեմքեր։ Ինչպես նաև ուզում եմ հիշեցնել ու մի շատ կարևոր բանի վրա բոլորիդ ուշադրությունը կենտրոնացնել, որ եթե Ժաննա Անդրեասյանը ճիշտ էր իր բռնած գործում, ապա ոնց ստացվեց, որ այս 3 մույթերով սահմանափակվեցին։ Այլ հարցը կշարունակեն հետո թե ոնց, այն որ ասма հիմա հասցրեցին ուղղակի ապրիլի 24-ին իբր որ բոլորիդ մասին մտածելով կարողանա գակ այցելել ստեղ եւ այլն, հետո ուզենան շարունակել։ Ես հիմիկվանից զգուշացնում եմ, առանց մեր տեղեկության, նույն փնթի մոտեցմամբ, եթե հանկարծ փորձ արվեց կրկին կպնել այս հուշահամալիրին, այդ ժամանակ կլինի նորից նույն արդյունքը, նորից նույն արդյունավետ միջամտությունը մեր կողմից, բայց արդեն ավելի ծավալուն ու ավելի խորքային։ Ես դեռ լիքը անելիք ունեմ այս հարցի հետ կապված, որովհետև ի սկզբանե թույլատրվել հանցավոր նախագիծ, ըստ որի այս ամեն ինչը պետքա շատ ավելի վատ արդյունք ունենար ու շատ արհամարական հայ ազգի սրբությունների հանդեպ։ Այս թեմայով մենք եւս ունենք անելիք, իրավական անելիք։ Այդ արդեն այսօրվանից կամ միգուցե ապրիլի 24-ից հետո ամսի 25-ից կսկսենք։ Այս պայն ունենք այս արդյունքը, բոլորին շնորհակալություն, ովքեր մասնակցեցին մեր ակցիային, մեր հետ հավասար ցավացին, եղան հետևողական ու ունեցանք այսօր այս արդյունքը։ Բոլորիդ մեծ մերսի ու Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու իմաստությամբ։